Եկել է արդյունքներ ամփոփելու ժամանակը։ Մեծ ձեռքբերում եմ համարում միջազգային մի շարք ֆինանսական կառույցների հետ աշխատանքների իրականացումը եւ արդյունքում այդ կառույցներից նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավումը, ինչը լրացուցիչ վստահություն կստեղծի թե իրենց մոտ եւ թե մեր հաճախորդների շրջանում։ Ավելի մեծ թափ ստացավ առանց սեփականության իրավունքի փոխանցման լիզինգի, այսպես կոչված car lease-ի պորտֆելի ընդլայնումը, զբոսաշրջության ոլորտում գլեմփինգի լիզինգի ներմուծումը, ինչը մեր ընկերության կողմից առաջինն էր ֆինանսական շուկայում նման կարգի պրոդուկտի ներկայացումը, որը աջակցվեց նաև պետական սուբսիդավորման ծրագրերով եւ մենք հիմա ունենք Հայաստանի մարզերի համար հյուրատնային եւ հյուրանոցային բիզնեսի զարգացման շատ լավ գործիք։ Ծառայությունները, որոնք ներմուծեցինք 2025 թվականին, չէին կարող չստիպել, որպեսզի աճեր նաև թիմը։ Արհեստական բանականության ներդրումը ոչ թե ստիպեց մեր աշխատակազմը կրճատել, այլ ընդհակառակը այդ գործիքը օգտագործելով նոր ներգրաված թիմի անդամներին եւ գործող անդամներին մարտահրավեր նետել ավելի արդյունավետ եւ ավելի արագագործ լինել։ Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև նոր մատակարար ընկերությունների հետ աշխատանքները, որոնք 2025 թվականին մտան զարգացման լրիվ որակապես նոր փուլ, տեղադրվեցին նոր սերնդի սերվերային սարքավորումներ, որոնք ավելի արդիականացրեցին եւ արագագործություն ապահովեցին մեր ընկերության համար, ինչը ակնհայտորեն երևաց նաեւ մեր ցուցանիշների վրա։ Եթե խոսենք թվերից, ապա մենք արձանագրել ենք թե կապիտալի, թե պորտֆելի եւ թե շահույթի աճ ավելի քան 50%-ի չափով։ Ուստի այս վստահությունը, որը հաճախորդների կողմից մեզ ցուցաբերվել է եւ որը ուղղվել է ֆինանսական արդյունքների աճին, նաեւ իր գնահատումն ու պարգևատրումը կունենա եւ անմիջապես 26 թվականի սկզբին այդ անակնկալը կմատուցենք հենց պարգևատրման տեսքով, վստահության պարգևատրման տեսքով, որը շատ հաճելի անակնկալ կլինի նաեւ մեր գործող հաճախորդների եւ նոր հաճախորդների համար։